Գոյություն ունի կարծրատիպ, որ խոնարհ մարդը ոչ թե ուժեղ է, այլ փալաս։ Ձեզ հետ լիովին համամիտ եմ, որ այդ կարծրատիպը կա և կարող եմ վստահաբար ասել դրա հեղինակին։ Ես կարծում եմ, որ դուք առանց դժվարության կասեք այդ նկարչի անունը։ Այդ կարծրատիպի հեղինակը Սատանան է։ Քանի որ նա հրաշալի գիտի, հենց խոնարհությունը քո սրտից հեռանա, Աստված կթողնի քեզ։ Եվ դու կմնաս պարզապես նրա սեփական ձեռքերի մեջ, որպեսզի քո կյանքը խեղաթյուրի, կործանի և վնասի։ Դրա համար էլ լիովին ճիշտ է, կարծրատիպը կա։ Իսկ հիմա հարց տվեք ինքներդ ձեզ. այդ կարծրատիպը սուրբ գրային է, և հենց այդտեղ էլ կհասկանաք, որ ոչ։ Դրա համար էլ շատ կարևոր է ապրել ոչ թե կողմնորոշվելով ու առաջնորդվելով կարծրատիպերով, որոնք կան այս աշխարհում, այլ մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է ապրել և կողմնորոշվել այն սուրբ կերպարներով, պատվիրաններով ու բարի խորհուրդներով, որոնք մեզ ասում է Սուրբ Գիրքը։ Եթե Աստվածաշունչն ասում է, որ խոնարհ մարդը դա ուժեղ մարդն է, ուրեմն դա հենց այդպես էլ կա։ Իսկ կարծրատիպը, որը ձևավորվում է այս աշխարհում, քանդում է կյանքի նկատմամբ Աստծո տեսակետը, որպեսզի սերմանի հակառակ տեսակետ, և այդ կերպով էլ մարդուն Աստծուց հեռացնի։ Իմիջիայլոց կա երկու բան, որից օգտվում է Սատանան։ Դրանք իրենց բնույթով երկու լծակներ են։ Առաջին լծակը դա հպարտությունն է։ Հենց հպարտությամբ է Սատանան մարդուն Աստծուց հեռացնում, հպարտությամբ։ Նրան լցնում է հպարտությամբ և ասում է. «Քեզ ոչ մեկ պետք չէ, ինչ Աստված, ինչ ծնողներ, ինչ ընկերներ, դու ինքդ կարող ես»։ Հպարտությամբ Սատանան մարդուն հեռացնում է Աստծուց, իսկ երբ Աստծուց արդեն հեռացնում է, օգտվում է երկրորդ միջոցից, որի անունը ամոթ է։ Հպարտությամբ հեռացնում է, իսկ ամոթով թույլ չի տալիս վերադառնալ։ Այսպես տարբեր մարդիկ տարբեր փուլերում են գտնվում։ Ինչ որ մեկին նա հպարտությամբ դեռ շարունակում է հեռացնել, իսկ նա, ով արդեն հասկացել է այս ուր ընկա ես իմ հպարտության պատճառով, արդեն միացնում է ամոթ անունով երկրորդ մեխանիզմը, այդ ուր ես որոշել գնալ։ Ահա այսպես մարդուն պետք է Աստծո առաջ ունենալ հոգևոր զորություն և հասկանալ դրա կարևորությունը։ Այսպես մարդուն պետք է օգտագործել ու Աստծո առաջ ունենալ հոգևոր զորություն, որպեսզի ոչ հպարտությունը, ոչ ամոթը չազդեն քեզ վրա, որպեսզի հպարտությունից դրդված չփախնես Աստծուց, իսկ ամոթի պատճառով էլ չմնաս հեռվում, այլ հակառակը, չվախենաս մոտենալ, խոստովանվել, բացվել։ Ահա այդ կարծրատիպն իրականում կա, ուղղակի դրա հետ ոչ ինձ և ոչ էլ ձեզ պետք չէ հավասարվել, քանի որ դա այն կերպարը չէ, որից պետք է Աստծուն ճանաչող մարդիկ օրինակ վերցնեն և առաջնորդվեն։